Ողջույն, ողջույն, ոնց եք է հայր, ամսի, չկա էլի անայտն, 27-նա, մարդա չէ, մարդի 27-նա, 8 աստիճանա, 5:20 ես անխիղճ ուշանում եմ, Գայի բողոտայից մտանք Մյասնիկյան, մի հատ ես մաքրենք տնանք ինչ կա չկա ու սլանանք այսօր եղանակին ուշադիր չնայելով մենակ են մեծ կամերան վեկալա, ոչ GoPro, ոչ են փոքրը ու հիմա եթե անձրևը սենց շարնակվի, ինձ շատ անհարմար կլնի են մեծ կամերայով ու զոնտիկով պրակտիկորեն հնարավոր չի նկարել Տենանք ոնց եմ տակից դուրս գալու Էդ էլ է հետաքրքիր, չէ? Ուրեմն եկեք մի հատ ես ձեզ շատ անկապ պատմություն պատմեմ իմ հետ կատարված Անկեղծ ասեմ, եթե մեկնում եկը ուրիշը ինձ պատմեր, ես կասեի դե զուգադիպություն է եւ այլն, ես այդպես բաների չեմ հավատում Բայց քանի որ հետս եղել է, ես քայլ առ քայլ գիտեմ, որ դա հաստատ էր Մտանք երացի Մյասնիկյանից Չանաքսած գնանք չէ, ոնց որ ազոտ է Վայ չէ, սխալվեցի Եչել ազատ չէր Սկիզբն էր ազոտ Չէ, ոչինչ Շարիմանյան փողոց Աբովյանի հրապարակ, մտնենք Աբովյան ուրեմն մի 10 տարի առաջ էր Անձրև էր մեկ էլ ես ինչ-որ մի տեսակ յուրօրինակ ձևի կենտրոնացա չէ ուզում այդ անձրևը կենտրոնացա, որ անձրևը չլնի մեկ էլ կտրվեց դրա ասեցի զուգադիպեց հաջող Բայց այդ կենտրոնանալու ձևը մտքիս մնաց Այն փոքր վաղտ, որ ասում էինք սանթ է, հիշում եք այդ խոսքը, սանթ Սանթը բռնեց, օրինակ հոլ գցելուց մեկ էլ սանթը բռնում էիր ու լավ գցում էիր էլի Այդ սանթը հիշվել էր Ու դրանից հետո հենց անձրև էր գալի, ես այդ սանթը բռնած Մի հատ սենց կենտրոնանում էի, ժողովուրդ կտրվում էր Անի որ կարմիր լույս է, ես մի րոպե առիթից օգտվեմ, ժողովրդին նայենք, կանգառում, կորունը կտրեցինք, ու դրանից հետո, ուրեմն, մոտավորապես կես տարի երևի, կարող է մի քիչ ավել, հենց անձրև էր ելնում, ես սենց մի հատ այդ հիշածս ձևով կենտրոնանում էի ու կտրվում էր, ու տենց կես տարի էլի մոտավորապես մի քիչ շատ տևեց մեկ էլ մի օր չեմ անում ինչ տրամադրություն էր մոտս մտածեցի բայց պետք է ես այդ հոգեկան հոգևոր չգիտեմ ինչ ուժերը սենց անիմաստ բանի վրա ծախսեմ անձրևը էլի թող գա իր համար ինչ է եղել մի հատ զոնտիկա կբռնեմ ինչ որ տենց տրամադրություն էր ու ինքս ինձ խոստացա որ էլ երբեք այդ բանով չեմ օգտվելու ու չօգտվեցի բայց այդ որոշումից հետո ուրեմն ժողովուրդ անձրև չկա ես պատերզից դուրս եմ գալի ուժեղ անձրև է սկսվում բերում եմ մեքենան դնում եմ գարաժ անձրև չկա հենց դուրս եմ գալի ուժեղ անձրևը փիս վրաս նեղացել է Ու դա տևեց մոտավորապես, որ սուտ չասեմ, 3 տարի, այդ այնց 3 տարի ինձանից պիս նեղացած էր, հետո անցավ, նեղացած չէինք իրար վրա, մի խոսքով դարավ, ոնց որ բոլորի մոտ հարաբերությունները անձրևի հետ, այդ չհաշված, որ մեկ կատակով ասում էի անձրև մի արի, ես գնում եմ գիտեք ուր, մի խոսքով, Այդենց զարմանալի պատմություն Ճիշտն ասած
չեմ ուզում հիմա որ հետ գա այդ ոչ սամթն եմ ուզում հիշեմ, ոչ մի բան։ Եկավ գնաց։ Ասած պատմություն։ Հիմա գիտեմ համարը ոչ մեկը չի հավատա, բայց դե հիմա եղել է ինչ ասեմ։ Ես էլ Ծիրանի ծառ ես կողմից։ Կարմիր լույսը էլի մի հատ նայենք։ Սեր խեղճ ու կրակ։ Տխուրը Ծիրանի վիճակը Աբովյան Ես մարդը լավն է, ես վանդակի մեջ դուրս գալիս է միտքը Կարմիր լույսը էլի խի անգործ նստեմ, չէ? Փողոցի վրա նայենք Մի մարդ էլ չկա ցույց տանք, այ մարդ Ահա Աղջիկը ծաղիկը առաքումով մի անգամից մեքենայի մեջ է բերում, հա? Զն ծաղիկներ գնացինք Սայատնովան կտրենք Միրապ է, բայց հա լավ Թումանյանով կգնանք Ինձ էլ է որ մաշտոց պողոտ է պետք Ընկերներից պետք է հանդիպեմ, բայց զանգ տվեցի, ասեցի մի ժամ ուշ կգամ ես Դուք ընդեղ ինչով ուզում եք զբաղվեք Մի հատ էլ նայենք Ես լավ չեմ նստած չեմ կարա մոտեցնեմ Ես բանկի շենքն է Ահա կանաչեց լույսը գնացինք Էլի կարմրեց լույսը Իրեքից մեկն է Զոնտիկով Հա, բայց այս կամերային չի կարելի Միկրոֆոնը որ թրջվեց Հետ լավ բան չի լինի Գնացինք Էլի կանգնացինք Ինչ անեմ Ես մեղավոր չեմ Կինո Մոսկվան Ենտղան նվագում է, բայց ձեզ չի լսվի Միկրոֆոնը իմ վրա է դրած Գնացինք Թումանյան փողոց Այ որ հասցնեմ մի հատ կուզենա ես Անուշ գաստրոնոմի շենքը նկարի Բանը նրանումն է, որ Արարատը Եգանյան Արարատ ջան ողջույն և շատ շնորհակալություն 2-3 կադր հին վիդեոներից ուղարկեց Այս շենքի տեսքը իսկական ոնց է եղել էլի, որտեղ հիշում եք ես Ինչքան նայեցի, կարգին չհասկացա Անենց են փչացրե շենքը, որ մարդ բան հասկանա Ոնց է եղել էլի Հիմա այդ լուսանկարները հեռախոսից մեջ է էլի Կնայեմ այդ նույն կետերից կնկարեմ Այսինքն մի կետնն է շատ հաջող, երևի այդ կետը կօգտագործեմ Հասանք Տերյան Տերյանն էլ կտրենք Լավ կլինի այսօր հասցնեմ մի հատ նայենք Ես էլ հասանք Հյուսիսային, կանաչ լույս է, բայց այս աղջիկ էր վարորդը տեսա, չի գնում Հետ չի գնում, մենք էլ Հյուսիսայինի վրա կնայենք Լավ է էլի Ոչ ջղայնանում ես, ոչ բան որ Ես խի չի քշում Ամեն մեկի ձեռը միացած կամերա եթե տանք Շատ համբերատար վարորդներ կունենանք
Ոչ մեկ անտեղի սիգնալներ չի տա, իրա գործով կզբաղվի։ Հա, այս աղջիկը ինչ-որ ունիկալ է, էլի կանանչ է, սաղ կողքերից գնում են, ինքը մնացել է։ Երևի դեմքն է հարդարում, հա։ Եկեք ես սրա գծից դուրս գամ ես աղջիկը։ Անդեղ էլ Երևանի սիրուն աղջիկ է երգում, ես էլ բացակայում եմ, լավ չէ էլի, չէ։ Ես ինչ փողոց է, դե ասեք։ Ճիշտ է։ Իսկ մենք գնում ենք Թումանյանով։ Հեսա կթեքվեմ մաշտոց։ Եկանք, մոտեցանք։ Դավես անգամ հանգիստ նստեմ միած ծախախոտ կպցնեմ, չէ, եկանք մաշտոց, իրավիճակը լուրջ է։ Ինչքան եք ես կարմիր լուսի տակ գնում են։ Ինձ էլ կցեցին ոտ վիճակի մեջ։ Տխուր է, չէ։ Դե արի ու մի հիշի հիմա էդ աբոն, որ ասեց կետային շենքերը կառուցելը սպանում ավակի, սպանում։ Ես Սաշայի կոմենտին պատասխանելուց գրեցի իրան, որ շատ ճիշտ անալիզ տվեց Երևանի վիճակի։ Որտև դե մի հատ մտածեք ինչ է նշանակում կետային կառուցում։ Դա չի նշանակում, որ գենպլան ուղղակի չկա։ Ընդ որում կետային արդեն կետային շենքերի գլխին էլ են դնում, էլի, այդ վերնակառույցները, էդ էլ է էլի կետային, իրանց իրաց շենքը ընտրում են, կտացնում են գլխին մի հատ։ Ու ամենահետաքրքիրը, որ հիմա կհարցնեք, իսկ ինքը ինչի հենց ուղղակի չգրեց, որ գենպլան ոնց որ թե չկա։ Որտև ինձ թվում է փաստաթղթերով, օֆիցիալ փաստաթղթերով էլի, գենպլան գոյություն ունի երևի։ Դրա համար ինքը ուրիշ խոսքերով ասեց էլի, կետային, շատ հաջող էր քթած տերմինը։ Դուք պատկերացնում եք գենպլան, որի մեջ նախատեսած է, որ ասենք այս բակի մեջ պետք է շենք կառուցվի։ Չէ, իհարկե։ Դա կոչվում է կետային։ Շատ լավ էր գտե, շատ դուրս եկավ այդ կետային խոսքը։ Տոչիչնեը։ Այս ընկերը ինչ ուզում անի։ Ես հələ որ մեքենան ստեղ կթողեմ, հետո թողաներին տենալուց հետո կգամ կվերցնեմ։ Հեսա քույրս իջնի բացի։ Այստեղից դուրս գանք մեր ոնց է այդ խոսքը։ Հարգարժան Մաշտոց պողոտա։ Այս էլ ես ձեն անջատերը պապակները ժամա։
Լավ բրծայս մեքենաներից ինչքան հաճելի առանց մեքենա բայց չէ Home decor Idyllia Ես մեքենայից գալուց որ նկարում էի հետո կանգնած էի մեքենան էլի մի հատ տղա շնչակտուր վազեց ատոանը բացեցի ասում մեռնեմ ջանի տետ ինչ էի նկարում ասում եմ Երևանը Հա, ես կարծեցի իմ մեքենան ես նկարում, չէ, ասեցի ինգեր ջան, ոչ մի կապ չունի դրա հետ, հա, դե լավ, Ընդհանրապես ինձ մի անգամ մեկը ասեց, որ բացի այդ տեսախցիկները, որ նկարում են, եթե կանգնել են չեն վճարել, ստուգելու համար էլի, շրջող մեքենա էլ կա, որը ֆիքսում է սխալ կանգնածներին։ Տենում եք, չէ՞, շենքերի վրայի կետերը, կետային։ Կետային խուլիգանություն է, ոչ թե շինարարություն։ Չնայած սովետի վաղտ էլ կար բակերում տենց մեկ էլ կետային մի բան դնում էին բայց իհարկե տենց մասսայական բնույթ չէր կրում էլի Ինչ լավ պատշկան բա չէ տեսարանով կանգարի վրա Այս հին երևանցի փողոցն է իդեպ ստեղ Այս մի անգամ այս վերջերս մանրամասն այս բակը նայեցինք չէ հյուրանոցներով և այլն Ոնց որտեղ է գրած մեր ցույց տամ փաստաթուղթը Հին երևանցի, երևանցու չի Ես էլ երևանցու էի միշտ ասում, տեսակ փաստաթուղթը լուրջ էր Ստեից գները կարանք տենանք Չկա գին գրած Փաստորեն թե չէ կտեսնենք, հա? Լավ է Ես ինչ է այսքան շատ մարդ է իջնում ընդեղից Ես չեր են պոպոքի տղան Անահիտի հավանած Հա Вообще պոպոք չունի
Ինչ լավ խոտ է, չէ՞։ Ինչքան նայում եմ, մոռանում եմ։ Նես թիվել չի էլի դժվար։ Համար 1։ Փաստորեն Երևանում առաջի դպրոցն է, հա։ Հետաքրքիր է, հենց սկզբից Շամյան է եղել անունը։ Եթե գիտեք, ասեք։ Ինչ խիստ դեմքով է այս կողմից։ Գնում եք ժողովրդի անցումը փակել են մեքենաներով լրիվ այս կողմից այն կողմից մի կերպ անցնում են այս սաղ զոնտիկով են ես իմը իջացրել եմ չփչանա միկրոֆոնը սենուրդ այս սարը տխուր է վիճակը չնայած ես բան չեմ հասկանում, բայց տեսքը դուրս չի գալի հետ ափսոս չէ, ինչ-որ մի տեսակ է ծակերով, աներով հեսա գնացին մի կերպ իրանց ճանապարհ բացելով Կաուր են ռեգուլիրովկա անող ոստիկանները Ой, вой. Ցուրտ է, էլի ժողովուրդ չէ։ Այս երիտասարդներին չես հասկանում, հենց կարան հագնվեն։ Մի հատ բարեք սվիտերը Ինչ լավ կուտակվել են, չէ, զոնտիկներով Բայց թույլ է շատ անձրևս Ինձ թվում է չափազանցությունն է զոնտիկ չնայած Պրիչոսկան կարապչանար այդ չէի մտածու Հացին ստեղել հեշտ չի կյանքը Ես մեկը եկել է մեզ ստեղել լրվել է մեքենան Են կողմը լավ է համեմատաբար Մի րոպե, ես ընկել եմ բալեշիկություն եմ անում, ինձ այդ է պետք
Կետային շինարարություն Չգիտեմ ոնց իմացան, որ կանաչ լույս է տվել Այստեղ լավ երկար է տալի լույսը մի 70 վայրկյան առնվազն Են ինչ են արեն, դեր լմետ ընտնեք Ձեր աղբանոց լնի Այսենց էլ պետք է գնանք էլի, չէ, փաստորեն, այո Հյութեր տխուր է մեքենաների վիճակը Գնացին Հասանք Փարպեցի, հա? Ուզում են թեքվեն ես խեղճ մարդիկ Տենում եք չի փագում ժողովրդի ճանապարհը խելոք վարորդը Ես կարմիր լույսի տակ հիմա էլ հեծյոտներն են անցնում, հա? Հա, դեստեղ խցանում, հա? Այս մարդկանց
փակել են լրիվ ճանապարհը։ Փչացել է 27-ը գրում ու մխվել է, չի փոխում։ Ախ, սխմել է պետք։ Չէ, հետ էլ շոքնեց։ Սխմելը չոքնեց։ Մի հատ ուշադիր մարդ նկատեց, որ չի փոխվում թիվը ու բոլորին փրկեց։ Չէ, բայց ինձ շիրշիս է ինչի պետք է։ Գնանք մի հատ անուշ գաստրոնոմը նայենք։ Չէ, ժողովուրդ, չստացվեց։ Մի ուրիշ օր անուշ գաստրոնոմը պլանները ուժեղ փոխվեցին։ Ես գնամ մեքենան վերցնեմ ու տղաներին լրիվ ուրիշ տեղ պետք է հանդիպեմ։ Մեքենայով պետք է գնամ։ Այս բախտս չբերեց ես։ Բուտիլկեքով տիպն է։ Սրան YouTube-ը կտրում է։ Զապիս է միացնում, ուսնես տուպոյ ձևի խպում է բուտիլկեքին, ինձ համար դաղալություն է, էլի։ Հիմա էլ նոր պրոբլեմ ուր գնամ է ձենը չլսվի։ Եկեք իջնենք Պուշկինով գնամ, հա, երևի։ Պուշկինով կարամ սենց էլ գնամ, պրինցիպի։ Մեզ լավ մթնեց մի տեսակ օրը։ Ստեղ էլ ամայք է նվագում։ Հույսով ելնեմ սրանք բնական են նվագում։ Զապիս չի էլի։ Да, стукаем YouTube-ով։ Սել Սեգաֆրեդոն։
Ես էլ Պուշկին դուրս եկանք։ Ստեղ կհիշեք, երեկոյան մտա պարզեմ Արա Աբրամյանին, որ նա ինչը հիմա ցերեկա լավ կլներ, բայց մի հատ նորմալ նայի էլի, բայց ժամանակը Էլի դուրսը ոչ մեկը չի նստում, անձրևը սառացրեց եղանակը էլի։ Այս Պուշկինը դեպի Տերյան եմ ցույց տալի, այս ինչ անսպասելի դատարկ է, չէ՞, Պուշկին փողոցը։ Այս կողմից սկսեցին գալ ոնց որ Չէ, առանձնապես Այս վարորդները Պուշկինի տեղը չգիտեն։ Այս քամի սկսեց։ Ճիշտն ասած, ինձ քամին ավելի լավ է, քան ստե անձրևը։ Որտեղ եթե անձրև չգա, երկուսը իրար հետ իհարկե սոսկալի է, բայց եթե քամին անձրևին կտրի, հելը վր չի կտրում։ Ես էլ հասանք Տերյան։ Հանդեղ մի վաղտ կինոստուդիան էր, հիմա մի փոքր բան մնացել։ Ահա, սենց հագնվում են, հետո էլ մրսում են։ Թե չեն, հա, մրսում են։ Ես էլ են կողմից եկա։ Գնանք ճանապարհը մերն է, ստեղ։ Սանտինո, հա։ Էս ինչ է հետաքրքրական, Թումոյի դասեր են ստեղ։ Երեխեք կարող է ստեղ Թումոյի դասեր են անցկացվում, չէ՞։ Ինչ է գրած։
Վերնատուն Կերոն հիմնադրամ Վերնատունը Թումանյանի մոտ չէր Վերևը գրածա Վերնատուն Ստեղ Կերոն հիմնադրամ Ստեղ ինչ-որ ուրիշ հիմնադրամ Green Rock բարեգործական հիմնադրամ Ես էլի Green Rock-ին ա վերաբերվում Այս երեխեքն է չիմացան որ են գնում չասեցին Այնտեղ նույն բանն ա գրած Այդ այդքան վաղ սպասում էին որ դուռը բացեն հա իրանց նկարվում են Սիրելիս Այս ներքևը խոսք չկա, չէ? Գեղեցիկ ա շատ Բրուսովներ էլի մի վաղտ Այս վերևը իհարկե վիճելի է մի հատ էլ կողքն է Ինչ գեղեցիկ ելներ սրանով ավարտվեր էլի Չէ Փողոցի չափսերը կմնային նորմալ ոնց որ մենք Պուշկին փողոցը գիտենք Այն կողմից եկա Այս ջուր կաթացա օբյեկտիվի վրա Հարսի խորոված Ես էլ դալանների փողոցը Նավ ես անցնեմ Այո Ես խի ֆոկուսի ծնգով Ոնց որ բեղմուրուքով մարդ ելնի, չէ? Ես էլ նախկին շոֆերները Շոֆերների խանութը Մերոնցից մեկը գրել էր, որ այս կողմերն էր ապրում ու շատ լավ հիշում է
Black beer, հա։ Աբու Հակոբ Արևելյան խոհանոց Ստեղ հետաքրքիր է, որ դեսա ռեստորան է ավելի շուտ հեսա գրած է ռեստորան իսկ են կողմը մի հատ կա Աբու Հակոբն էց երիտասարդների ուտելու տեղ է էլի Հարտես ծաղիկները ոչ մի կերպ չեն կարում Համոզեմ, որ ցույց տա կամերան Այսինքն մանիտորը փոքր է, կարող է ձեզ լավ երևում է Չգիտեմ էդ հաստատ չեմ ասի Չէ, ես արդեն Վարշավիրանոց է Աբու Հակոբը չի Ստեղ էլ սենց կյանք է Երևի Վարշավիրներ են էլի Չհասկացա լավ Old money, հա? Այսինքն Ուղղակի հակոչներ է, ինչ կապ ունի Old money Քամին կտրվեց, այսինքն անձրևը հաղթեց Ստեղ մի տեղ պետք է ելներ էդ Աբու Հակոբը Են ինչ հյուրանոց է, հա? Հա, էս է Հյուրանոցի կողքն է Աբու Հակոբը Ես էլ pit stop Stop մենք մի հատ էլ Մոսկովյանի վրա չէ, են լավ տղան Միկան Են ակումբը Stop-ը հիշում եմ, բայց մնացածը չեմ հիշում անունը ոնց էր Սենց որ գնա ես վերջը տեղ կհասնեմ, հա Աշկիս Ինչ ճշգրիտ մարդ էի վախտին է Հիմա քանի գնում դառնում եմ անհուսալի մարդ Լիքը կոշիկ Երևանցու երազանք Ես անձրևը տանջեց, մեկ գալիս է, մեկ կտրվում է, ես էլ անդադ անձրևնոցս հանում դնում Հասանք Մաշտոց Չէ, էլի ուժեղացավ մի քիչ Միացնեմ անձրևնոցս Հետո մի հատ տեսա 14,000 Ահա
Այսինչ են հակնվում, ինչ ասես։ Ոչ անձրևնոց, ոչ... Տեսակ ոստիկանը կանգնած է, նորմալ, անցումը բաց, իսկ ես բողոքում էի ոստիկաններից։ Եկանք Մաշտոց, ես կցակարույցները հələ ստեղ են այն վրդ։ Ասել էի մինչև հետգան վերացնեք, վերացրած լինի։ Մանև վիլիչը հայերեն ոնց է, տենաս։ Ես են սկզբի վաղտերն էր, տեսեք Արարատ բանկը ինչ համեստ տեղ ազբաղացրը, են ժամանակ տենց էր։ Հետո համարցակ դարան բանկերը, են ժամանակ ոչ այդքան մարդ էր օգտվում, ոչ էլ տենց հարուստ էին էլի, հետո կամաց Դե մի հատ ասեք, սովետի ժամանակ, որ մեկը տա բանկի հետ գործ ունեցը, ես առօրյա նկատի ունեմ նենց չէ, որ չգիտեմ ինչ դեպք է եղել, ճիշտ ասած չեմ էլ պատկերացնում ինչ դեպք է ելնում, որ մարդիկ բանկի հետ գործ էին ունեցել, հիմնարկները պարզ է, հետ գիտեմ հիմնարկները, Լավ ժողովուրդ, ավարտենք, ես էլ ռոմանտիկ կլինիկ, ու սենց, անցեք չեք հանգարում, ու սենց ռոմանտիկ, կետի վրա էլ հրաժեշտ տանք, դնում եք ինչ կակաչներ են, Տենց է չիմացա հայերեն, արքայա կակաչ, կակաչը հայերեն ոնց է կարող է իմանաք, հենց կակաչ է, ռուսերեն գիտեմ, կակաչ է, որտև մի անգամ լսեցի արքայա կակաչ, ինչն է, պիոն, սրանք են արքայա կակաչներ, Ինչ է? Թերթիկով? Մի քանի թերթիկ, հա? Ախսա արքայա կակաչ, հա? Ռուսերեն ոնց է? Ռուսերեն ոնց է? Էլի ճուլպան? Ախ, Կարալևսկի ճուլպան, հա? Շատ շնորհակ Տուլիպ, հա, տուլիպ, հոլանդերեն, Royal Tulip, հա երևի, շնորհակալություն շատ, դերում եք մասնագետը ուրիշ է, էլի չէ, ես որտեղ ենք, Avenue de Fleur, Շո, ճուլպանին կակաչ ենք ասում սրանց հետո, էլ ոչ մի Արքայա, ասել Գարիսոն բար Պուշկին 50-ում ենք, հա, չտողեցին, այ մերտը ռոմանտիկ կետի վրա հրաժեշտ տամ, լավ մնաք հայեր ջան, միշտ առողջ լինեք և մնաք խաղաղությամբ, Ասել հասանք
Մալխաս ակումբ Պուշկին 50-ի կողքն է գնամ մեքենասը վերցնեմ ընկերներիս հանդիպեմ սկզբից իհարկե թուքումուր կուտեմ ուշացման համար տեղն է գնացի